2025 թվականին Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 13%-ով։ Ծիրանի դեպքում 25.5% աճ, սալորի դեպքում 61.1% աճ, դեղցի դեպքում 87.1% աճ, կեռասի դեպքում 123% աճ, տանձի դեպքում 245% աճ։ Ես այս թվի վրա ուզում եմ հատուկ ուշադրություն, տանձի արտահանման թիվը, լոլիկի դեպքում 12% աճ, պղպեղի դեպքում 62% աճ, կաղամբի դեպքում 843% աճ, սմբուկի դեպքում 72% աճ, ծաղիկը հատով ծաղիկը 6.4%-ով է արտահանումը աճել, իսկ տոննայով 116%-ով արտահանում։ Վարչապետին հատկապես զարմացրել էր տանձի արտահանման բարձր ցուցանիշը։ Սա այն միտքն է, որը նախկինում ամենաշատն է ներկրվել, մինչդեռ այժմ ամենաշատն է արտահանվում։ 90 եւ ավել տոկոս վստահ եմ, ամբողջ ինտենսիվ այգիներում աճեցված տանձն է, որը ստանդարտին համապատասխանում է բոլոր առումներով։ Եվ որ ուղղությամբ ուզեն կարող են արտահանել, որովհետեւ արտադրանքը համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Նույնը կարող եմ ասել կեռասի մասին, որովհետև մենք մարզային այցերում ես արդեն գիտեմ էլ մոտավորապես որ այգիներից այս ամեն ինչ դուրս գալիս։ Մենք մեր մարզային այցելությունների ընթացքում այս այգիներից շատերում եւ կեռասի եւ տանձի եղել ենք եւ մենք պետքա այս իրավիճակի նկատմամբ մեր վերաբերմունքը նույնպես փոխենք։ Տարիներ շարունակ պրոբլեմ դարձած խաղողի մթերման մասով եւս կան հաջողություններ։ Գործընթացը այս տարի արդեն ավարտական փուլում է։ Էկոնոմիկայի նախարարի զեկուցմամբ խնդիրներ չեն ծագել։ Կարող ենք ասել, որ ըստ էության տեխնիկական ամբողջ սորտերը մթերված են, ավարտված են եւ այս պայմանությամբ օպերատիվ տվյալներով, որոնք որ մենք ստանում ենք, իհարկե դեռ կամփոփեն, կարող է որոշակի ճշգրտում լինի մի փոքր 211,000 տոննա մթերվել է, ամբողջ անցած տարի մթերման ծավալը եղել է 164,200 տոննա։ Այստեղ ինչն է մնացել, մի փոքր արենի սորտի խաղող է մնացել եւ այս օրերին մթերումը տեղի է ունենում եւ վերջին օրերին այսպես ասած խաղողի սեղանի սորտեր կան, որոնք որ երևի թե ոչ շուկայահանման համար պատշաճ տեսքի չեն կամ որակի չեն եւ գյուղատնտեսները, ֆերմերները դրանք եւս մթերում են եւ մեր մթերողները մեծ պատրաստակամությամբ դա են մթերում, դա է պայմանավորված, որ մեր հաշվարկներից ավել է մթերում տեղի ունենում, այսինքն բերում են այնայև այս վերջին մնացորդները, բայց պետք է նշել, որ մինչև հիմա մթերումը պատշաճ գնացել է, հիմնականում արդեն ավարտել են, մնացել է 2-3 մթերող, առաջիկա 1-2 օրերին ամբողջությամբ կավարտեն։ Այս ցուցանիշից գործադիրի ղեկավարը դժգոհ չէ, բայց մտահոգված է այն փաստով, որ հայկական խաղողից կոնյակ արտադրվել չի կարող։ Այն արտադրվում է միայն Ֆրանսիայի կոնյակ երկրամասում աճեցված խաղողից։ Փաշինյանի խոսքով հայկական բրենդին չի կարող կոնյակ անվանվել։ Նույնիսկ Ֆրանսիայի մեջ ուրիշ ռեգիոններում աճեցված, օրինակ կա արմանյակ, որը լրիվ ուրիշ ռեգիոնի խաղողից ստացվող խմիչք է։ Շամպայն Հայաստանում չի կարող լինել, որովհետև շամպայնը արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի շամպայն ռեգիոնում է աճում։ Դրա համար կա պրոսեկո, որը էլի փրփրուն, այսինքն ժանրը փրփրուն գինին է, որը տարբեր անուններ ունի։ Իտալականը կոչվում է, ենթադրում եմ, դա ռեգիոնի հետ կապ ունեցող։ Այսինքն մենք այս բաները պետքա հետո մենք գնում ենք ասում ենք դե կոնյակ ենք տանում, ոնց մեզ չեն թվում, բա ասում եք բան, լավ հարաբերություններ ունեք բանի հետ, Եվրամիության հետ։ Բա կոնյակ ենք տանում, հայկական կոնյակի ճամփեն փակա Եվրամիությունում։ Հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, Ժորժ ջան, չի կարող լինել։ Ասում եմ, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ, որ հիմա Դիլիջանում ջերմուկ հանքային ջուր արտադրեն։ Կլինի տենց։ Չէ, բայց կա ես բացառում, որ մենք այդ հայտնի անեկդոտա, չէ, բայց դա արտահայտում է բաները, ինքը իր մեջ իմաստ ունի, Դիլիջանի ջերմուկ ինչպես չի կարող լինել, այնպես էլ չի, մենք ես էլ եմ ասում եմ կոնյակ,
բայց պետք է մենք հասկանանք, մենք պետք է մեր վրա աշխատենք, որպեսզի այս հիմա սա ինչի մասին է նաև ասում, սա խաղողի շուկայի հետ ինչ կապ ունի, որովհետև խաղողից հայկական խաղողից արտադրվող բրենդին ինքը անխուսափելիորեն շուկայում ունենալու է որոշակի փոփոխություններ։ Իհարկե Երևանի կոնյակի գործարանը Pernod Ricard ընկերությունը հաջողությամբ է ամենահաջող իրանք են իրականացնում այդ ռեբրենդինգը, բայց Երևանի կոնյակի գործարանը չի կարող ամբողջ ծավալը մթերել։ Կառավարության նիստում Փաշինյանը հանդես եկավ մեկ այլ ուշագրավ հայտարարությամբ եւս, մասնավորապես մեջբերեմ Հայաստանը քայլ առ քայլ հաղթահարում է շրջափակումը։ Հայաստանի ղեկավարը այսպես է բնութագրում Ադրբեջանի որոշումը իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները հանելու վերաբերյալ։ Դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները դրանք ընդհանրապես ինչպես փորձ արվում որոշ տեղերում ներկայացնել, ընդհանրապես միայն դեկլարացիա չեն, այսինքն դրանք դեկլարացիա են, բայց որը իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Հիշեցնեմ, հոկտեմբերի 21-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, իսկ հայկական կողմից հաջորդել էր Գևորգ Պապոյանի հայտարարությունը, մասնավորեցնելով շուտով Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի ցորենի առաջին խմբաքանակը։ Սա Ադրբեջանի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ արդյունքներից մեկը համարելով, Փաշինյանը միաժամանակ նաև նկատեց. Հայաստանի տնտեսությունում առաջիկայում սպասվում են ֆունդամենտալ փոփոխություններ։ Հաջորդիվ արդեն զեկույցով հանդես եկավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս կառավարության անդամներին ներկայացրեց Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագիրը։ Քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակը Կասկադի համալիրի ամբողջական եւ ավարտուն տեսք ստանալն է, եւ որը միաժամանակ կապահովի կապը կենտրոնի եւ հեղափոխության 50-ամյակի նվիրված հուշահամալիրի հետ, այդպես է կոչվում, ինչի արդյունքում նաև կյանքի կկոչվի թամանյանական եւ ջիմթորոսյանական ամբողջ կոմպլեքսի մտահղացումը եւ իրականացման վերջնարդյունքը ծրագրի բան վարչապետ նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինեն արդեն քաղաքապետանին պատկանող նոր համերգասրահ 1000 տեղանոց, ժամանակակից արվեստի թանգարան, նոր ցուցասրահներով հագեցած պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված, հարակից տարածքն էլ կբարեկարգվի եւ կկանաչապատվի, կձևավորվի մշակութային եւ ժամանցային նոր հանգույց, մոտավորապես 30,000 քառակուսի մետր տարածքից ավել տարածքով, իսկ հարակից 4.6 հեկտար տարածքում կտրվի հնարավորություն ընկերությանը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու, որը որ ինտեգրելով արկա բնական եւ ճարտարապետական միջավայրի հետ ներդաշնակորեն կհամալրեն ամբողջական տարածքը։ Սա ընդհանուր կոնցեպտն է։ Կառուցապատումն իրականացնելու է GTB Development ընկերությունը։ Գործադիրը նախագծին տվեց դրական եզրակացություն։ Ձյանը Դավթյան, Free News, Ազատ լուրեր։